Բանկային զեղծարարությունների թիվը վերջին շրջանում նվազել է, պնդում են թե բանկերի միության նախագահը, թե կենտրոնական բանկի փոխնախագահը։ Մենք ուղղակի վերջի մեր ժողովի ժամանակ բանկերի ղեկավարի երբ որ զրուցում ենք, զգացական մակարդակում իրենք են ասում, որ նվազել է։ Մենք ստանում ենք նաև բողոքների, մենք մեր սեփական կանալը ունենք, որ քաղաքացիները դիմում են նաև կենտրոնական բանկ, մենք նվազում տեսնում ենք։ Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավար Մհեր Կարագյոզյանը, ով բանկային զեղծարարություններից տուժածների իրավունքներով է զբաղվում, ասում է վերջին 1 տարվա ընթացքում իրենք 123 ահազանգ են ստացել, իսկ 2021 թվականից սկսած նման ահազանգերի թիվն արդեն անցնում է 1700-ից։ Եթե մատնանշում են, որ բողոքների թիվն է նվազել, սա չի նշանակում, որ բանկերում տեղի ունեցած կիբերհանցագործությունների եւ զեղծարարությունների թիվն է նվազել։ Ինչի, որովհետև շատ հաճախ քաղաքացիները, քանի որ անարդյունավետ են տեսնում բողոքը, հետևաբար քաղաքացիները շատ հաճախ եւ բազմաթիվ դեպքեր մենք ունենք, որ քաղաքացիները ձեռնպահ են մնում բողոքը ներկայացնելուց։ Արդարադատության նախկին նախարար իրավաբան Արփինե Հովհաննիսյանը եւս բանկային զեղծարարությունների դեպքերին եւ դրանց արձագանքներին է ակտիվ հետևում։ Ասում է, եթե նույնիսկ դեպքերի մասին հանրային աղմուկը վերջին տարում 2025-ի համեմատությամբ փոքր-ինչ պակասել է, ապա դա չի նշանակում, որ վտանգն անցնում է։ Նման զեղծարարություններով զբաղվողները անընդհատ նոր մեխանիզմներ են փորձարկում։ Հովհաննիսյանի էջում այս թեմայով գրառման տակ հարյուրավոր մեկնաբանություններ կան։ Օրինակ, օգտատերերից մեկը պատմում է, որ 2025 թվականի փետրվարին 35,000 դրամի վարկ է ձևակերպել բանկերից մեկի վարկային գիծն օգտագործելով, իսկ 2 օր անց ողջ հասանելի սահմանաչափը 245,000-ն են իր անունից օգտագործել։ Իրավապահները մինչ օրս հանգամանքները չեն պարզել, բանկը վարկը միայն սառեցրել է։ Մեկ այլ օգտատեր պատմում է, թե ինչպես է հավատացել հեռախոսային օպերատորի աշխատակից ներկայացած անձին եւ ավելի արագ ինտերնետ ունենալու ակնկալիքով զանգահարողի հրահանգներով սեփական հեռախոսում փոփոխություններ կատարել, հայտնել հաստատման կոդերը եւ հետո պարզել, որ իր անունով on-line վարկ են ձևակերպել։ Խարդախները եւս, այսպես ասենք, վերապրոֆիլավորվում են եւ որոնում են ուղիներ։ Անընդհատ փոփոխվող սցենարներով զեղծարարությունների դեպքում ըստ Արփինե Հովհաննիսյանի ավելի էական է, թե ինչպես է բանկային համակարգը արձագանքում դրանց, իսկ պատշաճ արձագանքը հիմնականում բացակայում է։ Բոլոր հանրային ծառայություն իրականացնող կազմակերպությունները այս կամ այն չափով, բոլոր հիմնարար ոլորտները, բանկերը կլինեն, կապի օպերատորները կլինեն, այնպեսի քաղաքացու կյանքին, քաղաքացու խնդիրներին, իրենց իսկ հարուցած խնդիրներին, իրենց իսկ մեղքով տեղի ունեցած խնդիրներին, այնպեսի անհաղորդ վարքագիծ են դրսևորում, որ անգամ պետական մարմինները այդպեսին չեն։ Տեսեք ինչ եմ ասում։ Ես ապշած եմ ուղղակի, որ այդ կառույցների համագործակցային կեցվածքը բացարձակ բացակայում է։ Բանկերն ի դեպ հուլիսի 1-ից ներդրել են ստոպ գործիքը, որ հնարավորություն է տալիս քաղաքացիներին արգելափակել իրենց հաշիվներից վարկեր ձևակերպելու հնարավորությունը։ Արփինե Հովհաննիսյանն ասում է, ստոպ կոճակը գուցե փոքր-ինչ բարելավի վիճակը, բայց հիմնավոր լուծում չէ։ Ում է հետաքրքիր ստոպ կնոպկան հուլիսի 1-ից, եթե մինչ այդ խնդիրները պատշաճ չեն հասցեագրվում։ Մհեր Կարագյոզյանը կարծում է, ավելի արդյունավետ կլիներ հակառակ համակարգը, այսինքն որևէ հաշվից հնարավոր չլիներ վարկ ձևակերպել, քանի դեռ քաղաքացին ինքը չի բացել այդ հնարավորությունը։ Այդ ստոպ կոճակը պետք է լիներ բացապես play կոճակ, այսինքն այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում օգտվել on-line վարկավորումից, ոչ թե այդ քաղաքացիները պետք է սեղմեին ստոպ կոճակին, այլ այն քաղաքացիները պետք է սեղմեին play կոճակին, ովքեր ուզում են հետայսուր ստանալ on-line վարկավորում։ Մհեր Կարագյոզյանն ասում է, անցած տարի իրենց բողոքի ցույցերից հետո բանկերը համաձայնել են որոշ դեպքերում միայն սառեցնել կեղծիքների արդյունքներով ձևակերպված վարկերը կամ հաշվից անհետացած գումարների չափով փոխառություն տալ մինչև քրեական գործերի ավարտը, բայց քրեական գործերը որևէ արդյունքի մինչ օրս չեն հանգեցրել, տուժածների իրավունքները չեն վերականգնվել։ Իրենք համարում են, որ քննչական կոմիտեն անգործություն է ցուցաբերում եւ պահանջում են այդ կառույցի ղեկավարի հրաժարականը։ Այստեղ քննչական կոմիտեն է պատասխանատու քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով, քննչական կոմիտեի ցուցաբերած արդյունքները հավասար է 0-ի։ Քննչական կոմիտեն բացարձակապես մատը մատին չի տալիս այս քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով, չի գրում, չի վերցնում իր վրա
այն պատասխանատվությունը, որը սահմանված է օրենքով, հա, եւ որևէ մեկ դեպք, գոնե մեկ օրինակի համար մենք դեպք չունենք, որ քաղաքացի իրավունքը այս գրված օրենքներին համապատասխան ընդունված մեխանիզմներով վերականգնվել է։ Քննչական կոմիտեից այս քննադատությունը չեն մեկնաբանում, իսկ թե բանկային հաշիվների հետ կապված զեղծարարության դեպքերով քանի գործ է քննվում կամ արդյոք կան դատարան հասած գործեր, կոմիտեից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։